Այսօր եկել եմ մեկ օր շտապօգնության բժիշկ աշխատեմ։ Ասում են դժվար է, ուզում եմ փորձեմ։ 04 կանչ եք գնում 04 Կանչը ընդունում ենք ու ռուբոն կայծակնային արագությամբ քշում է դեպքի վայր։ Եկել ենք Կասկադ։ Պարզվեց մտքարանի Արամն է զանգել։ Facebook-ով օրվա լուրերն է տեսել վատացել։ Սկզբից պետք է ճնշումը չափենք, որ վիճակի մասին պատկերացում կազմենք։ Մինչև Մոնիկան տար Վալերյանկան ասեցի Արամի հետ մի քիչ զրուցեմ։ Ասեմ, որ եթե վատանում ես, ուրեմն ճիշտ է նա, որ լուրեր չնայես։ Մի խոսքով ես իրան լավ եմ ճանաչում, ոտս քաշեմ հետևիցս լուրեր է նայելու։ Անցանք հաջորդ կանչին։ Ասեցին հիվանդը ունի որովայնի ցավեր։ Եկանք տուն Նարեկն է ըստ քեզի։ Տեսա իրան ու մի թեթև ժպտացի։ Ճնշումը չափեցի նորմալ էր։ Ցավի օջախն էլ գտանք։ Մոնիկան Նարեկին ներարկեց ու ես էլ առաջարկեցի գնանք հիվանդանոց։ Իսկ նա ինձ մերժեց, ասելով, որ նկարահանում ունի, չի ուզում բացակայ։ Կայան վերադառնալու ճանապարհին եղավ հաջորդ կանչը։ Հիվանդը ունի ջերմություն։ Էս ինչ կոմբո է, հիմա էլ Վարդանն ըստ քեզի։ Աչքիս այսօր նկարահանում չլինի։ Ջերմությունը 40 էր։ Իրան էլ ներարկելով բուժեցինք։ Հենա տենում եք գույնն էլ եկավ տեղը։ Ժողովուրդ շտապօգնությունը չի ուշանում, այլ խցանման մեջ է մնում, կամ էլ ուրիշ կանչ ունի։ Շտապօգնությունը տաքսի չի, որ երբ ուզես գա քեզ հիվանդանոց տանի։ Ու ամեն ստից բանի համար մի կանչեք, քանի որ հավանական է, որ ձեր պատճառով ինչ-որ մեկը մահանա։ Երբ լսում եք շտապօգնության ձայնային ազդանշանը, ճանապարհ տվեք, թող անցնի, եւ վերջում ասեմ, որ բժիշկները հերոս են, մարդ են բուժում, կյանք են փրկում։ Ու մի մոռացեք, որ մի օր էլ նրանք գալու են մեզ փրկելու։